Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Թեո Վան Լինտի համար Նարեկացու մատյան ողբերգության պոեմը թարգմանելը պարզապես գիտական աշխատանք չէ, այլ աղոթք ու հոգևոր երկխոսություն։ Պրոֆեսորին հանդիպեցինք Մատենադարանում հայագիտական կոնգրեսի ժամանակ։ Զրույցը հենց Նարեկացուց էլ սկսում ենք։ Ասում է, մատյան ողբերգության լեզուն տեղ-տեղ որպես երգեհոն, տեղ-տեղ որպես ջութակ է հնչում։ Հմայիչ լեզուն, որի միանգամից կես տանում է այդ աշխարհում, հասկանում ես, որ դա հատուկ մի աշխարհ է, եւ ես իրեն կարդացում եմ որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, եւ ինքը ինձ օգնում է, եւ շատ հետաքրքիր այնպիսի ոչ տպավորություն, այլ պաստ ավելի շուտ, որ ինքն իմ եղբայրն, չնայած 1000 տարի առաջ եղել, բայց որպես քրիստոնյաները մենք եղբայրներ ենք։ Եվ ուրեմն ինքը ինձ հետ խոսում է որպես, ասենք, մեծ եղբայր, որպես սուրբ, մեկը որ շատ բան է հասկացել կյանքից։ Պրոֆեսոր Թեո Վան Լինտի ընտանիքում հայեր կամ հայագետներ չեն եղել։ Մեծացել է Հոլանդիայում, բողոքական ընտանիքում։ Հայրը ճարտարապետ էր, մայրը տնային տնտեսուհի։ Մայրիկս հայրիկս նույն գյուղից էին եւ հանդիպեցին, երբ միասին կաթ էին խմում դպրոցական ժամանակ, 6 տարեկան լինելով, եւ հետո արդեն երիտասարդական եկեղեցական խումբերի մեջ իրար հետ ավելի մոտիկից ծանոթանան։ Հայագիտության ճանապարհը սկսվեց դպրոցական տարիներին, հին հունարենի ուսուցչի շնորհիվ, որը Քսենոֆոնի Անաբասիսն ընթերցելիս պատմեց հայկական աշխարհի մասին։ Ավելի ուշ Լենինգրադում ուսանելու տարիներին հայ ընկերների ու հայրենի հետ շփումը վերջնականապես կողմնորոշեցին ապագա գիտնականին։ Դուքսիրուն ռուս բանաստեղծություն։ Ես պատասխանեցին իհարկե, բայց մենք մերն ունենք։ Եվ ես հասկացա, որ ես արդեն պետք է հայերեն սովորեմ, որ արդեն բնագրում կարող եմ Թումանյանեի կարդացել ռուսերենով։ Ավարտելուց հետո հնարավորություն ունեցա գալ Հայաստան, արդեն սովորել էի այդ ժամանակում սովորում էի արդեն գրաբարը եւ արևմտյան հայերեն եւ 89-ին ես հնարավորություն ունեի 9 ամսով գալ Հայաստան եւ այստեղ Մատենադարանում ինշակում ուրեմն աշխատեցի։ Վան Լինտն ուսումնասիրել է Գրիգոր մագիստրոսի թղթերը։ Ասում է դրանք բարդ են, բայց սիրում է նոր բաներ հայտնաբերել։ Սիրում եմ հայտնաբերել նա ինչ է ուզում ասել եւ ինքը շատ խորը մտածող մարդ է եւ նորից շատ համոզված քրիստոնյա եւ երանդով հայ առաքելական եկեղեցին պաշտպանում վաղուց ի վեր Դանիել Վարուժանի բանաստեղծությունները, Երիշե Չերենցի բանաստեղծությունները եւ դրանք էլ եմ տարգմանում հոլանդերեն եւ սա հատուկ աշխարհներ են։ Հայրենի նկատմամբ սերը պրոֆեսորի համար վաղուց դուրս է եկել ակադեմիական շրջանակից ու դարձել կենսակերպ։ Կինը Նաթալին մայրական կողմից հայ է։ Ընտանիքում հավասարապես հնչում են արևելահայերենն ու արևմտահայերենը, իսկ 4-ամյա դստեր անունը Ռիփսիմեյը։ Իմանում էինք, որ երեխա ենք ունենալու եւ Ռիփսիմեյ որոշեցինք, որովհետեւ կինս տնտեսագետ է, բայց ավարտել է ֆիզիկա եւ մաթեմատիկա եւ ինքը շատ է սիրում Ռիփսիմեյի տաճարը հետ որպես կառուցվածք եսել միևնույն եւ մեզ շատ էր տպավորում նաեւ Ռիփսիմեյի սուրբ Ռիփսիմեյի պատմությունը։ Ուրեմն մենք շատ ենք ուզում, որ մեր աղջիկը լինի ուժեղ, անկախ կին եւ մեծ հավատք ունեցող մի անձնավորություն։ Հայաստանն ու հայկական մշակույթը պրոֆեսոր Վան Լինտի հետ քայլում են կողք կողքի։ Հարցնում եմ, կա մի վայր, որ շատ է սիրում։ Ինձ տպավորում է միշտատև, երբ որ հնարավորություն ունեմ այնտեղ գնալու, Տատևավան, նաև Սանահին եւ Հաղպատ, բայց գուցե ինձ համար
լմբատավանքը շատ տպավորիչ։ Հայկական ջերմությունը թափանցել է նաև հոլանդական օջախ։ Տանը սիրով պատրաստում են հայկական ավանդական ճաշատեսակներ, ու այդ պրոցեսին անպայման մասնակցում է 4-ամյա դուստրը։ Մենք մանտե սիրում ենք մեր տանը, որ իհարկե ինքը պատրաստում է եւ մեր աղջիկն էլ օգնություն է տալիս դրա մեջ եւ այնպես այդ Երբ կինը ժամանակ ունի, ինքը սիրում է պատրաստել հայկական ճաշեր։ Ինքը խոսում է անգլերեն, ինքը հասկանում է հոլանդերեն, ես իրեն հետ հոլանդերեն խոսում, իմ հայրենի լեզու, եւ ինքը երգում է հայերեն։ Պրոֆեսորի հայկական այցերի երթուղում մշտապես եղել է նաև Արցախը։ Ասում է 5-ից 6 անգամ եղել է այնտեղ։ Գանձասարը, Շուշին, Ստեփանակերտը եւ Տիգրանակերտի պեղումները նրա հիշողության մեջ դրոշմվել են հավերժ։ Ես միշտ գնում էի մտածելով այդ խեղճ մարդիկ, որ ցաներ վիճակում են ալու, եւ միշտ լրիվ ոգևորված վերադառնում էի, որովհետեւ տեսնում էի ինչքան ուժով մեծ ուժ ունեն եւ ներքին ուժ եւ դրա համար հիմիկվա վիճակը, այսօրվա վիճակը շատ տխրալի է իհարկե։ Հոլանդացի հայագետն այս անգամ Հայաստանից ստանում է ոչ միայն գիտական համագործակցության նոր ծրագրեր, այլև հայկական երաժշտական գործիք։ Մի դուք եմ արել վերնիսաժում, որովհետև անցյալ տարի մենք Նատալիի համար դուք արեցինք եւ Ռեպսիմեն շատ է սիրում դա, եւ մենք ուզում ենք դուք նվիրել Ռեպսիմեի երաժշտության ուսուցչուհուն։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։